Հայաստանի բնակչության մոտավորապես 500,000-ը ոչ բավարար քանակությամբ սնունդ է օգտագործում, կամ այլ կերպ ասած, թերսնված է։ Սա մեր բնակչության 17%-ն է։ Մեր բնակչության 17%-ը թերսնվում է ըստ ՄԱԿ-ի գնահատականների։ Որքանով է այս ցուցանիշը համադրելի աննախադեպ աճեր արձանագրող տնտեսության հետ, որքանով է դա հնարավոր։ Իսկ դա հնարավոր է։ Հնարավոր է այն պատճառով, որ մեր տնտեսության հատկապես վերջին տարիներին արձանագրված այսպես կոչված աննախադեպ աճերը ոչ թե իրականացվող քաղաքականության արդյունք էին, որը պետք է նպաստեր նաև բնակչության ընդհանուր կենսամակարդակի կամ համընդհանուր, ավելի ճիշտ կլինի ասել, կենսամակարդակի բարձրացմանը, այլ պարզապես արտաքին անկանխատեսելի գործոնների ազդեցության ներքո արձանագրված աճեր էին։ Հնարավոր է, քանի որ փաստացի այդ աճերը շատ ենք խոսել այդ մասին, ներառական չէին, այսինքն չէր վերաբերվում դրա դրական էֆեկտները չէին ածանցվում բնակչության համար հավասարաչափ չէին բաշխվում։ Հնարավոր է, որովհետև ի վերջո 2020 թվականից սկսված գնաճի խնդիրը Հայաստանում լուծված չէ։ Այն միառժամանակ որոշակիորեն անկում ապրեց, սակայն ավելացավ նորից, ավելանում է եւ փաստացի մենք այսօր կրկին որոշակի նոր գնաճային ալիքի ներքո ենք։ Եվ հնարավոր է դա ի վերջո, որովհետև այս վերջին տարիների ընթացքում ըստ էության մեզ մոտ կարծես թե արմատավորվեց նոր երևույթ, աշխատող աղքատի երևույթը, մարդ, ով ունի կայուն եկամուտ, սակայն այդ թվում նաև թանկացումներով պայմանավորված կենսագործունեության եւ կենսաապահովման լիարժեք եւ բավարար մակարդակով չի կարողանում այդ ամենը կազմակերպել։